Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Հայ առաքելական եկեղեցու ևս մեկ թեմի առաջնորդ կալանավորվեց Բագրատ և Միքայել սրբազաններից հետո։ Վաղ առավոտյան դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց 2 ամսով կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին։ Սահմանափակվել են նրա հետ տեսակցությունները, բացառություն է Մայրը Վեհափառի քույրը։ Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 հոդվածով։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ 1 ամսով էլ կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Մկրտիչ եպիսկոպոսի գործում ներգրաված է 54 քննիչ։ Իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Հետևաբար սա չէր կարող ընդհանրապես մեղադրանք ներկայացվել, սա նոր չէր կարող կալանք լինել, դրա մասին շատ մանրամասն խոսել ենք։ Մյուս հոդվածով էլ ըստ էության իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ քո լիազորությունները գործադրելով ծառայողական եւ այլն հարկադրել ես հավաքի մասնակցել, չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված թե ինչ եղանակով է դա հարկադրումը կատարվել, ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ, այսինքն ընդհանրապես խոսքեր, որ հանցագործություն է կատարել, բայց թե հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա։ Հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու են։ Հնարավոր է, որ իշխանության կողմից եկեղեցու վրա հարձակումը տեղավորվում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու շրջանակում եւ ինչ կապ ունի դրա հետ Փաշազադեն։ Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանից։ Կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա։ Այն պահին, երբ որ դուք հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մսկիթներում կամ գուցե հարյուրավոր մսկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց։ Իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ ձեզ, որ եթե որևէ մեկը ուզենա գտնել համընկումներ ձեր հարցի, հա, էդ էլ է, չէ, բան, մեկ էլ ասում են, հա, այս փոխ այս ինչ գույն է, որ ձեր հագուստը, ձեր այն որ հիմա ձեր ձախ ականջին ականջակալ կա, իսկ կարող է Ադրբեջանից զանգել են, հուշում են, ասում են, այ հիմա կամ չգիտեմ, Ադրբեջանից չէ, Նոր Զելանդիայից կամ ինչ որ երկրի հատուկ ծառայություններ։ Հոգևորականների հետ տեղի ունեցող օրենքի շրջանակում է սա եկեղեցու դեմ հարձակում չէ, վստահեցնում են իշխող ուժից։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով եկեղեցին ինքն է մտել քաղաքականություն։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ հարձակում է եկեղեցու դեմ այն երևույթը, երբ եկեղեցականներին, թեմի առաջնորդները, հոգևորականներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, քաղաքական հանրահավաքներին, կրելով եկեղեցական համազգեստը։ Սա է եկեղեցու դեմ հարձակումը։ Հիմա ինչ որ տեղի ունենում իրավունքի եւ օրենքի դաշտում։ Իսկ ահա ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին հոգևորականների հետևից գնալն ու կալանավորելը մեղմ ասած մտահոգել է։ Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Եվ եթե ժամանակագրության մեջ նայեք, տեսենք երբանից դա սկսեց, երբ Մայրաթորը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը միասին Շվեյցարիայում կազմակերպեցին Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խորհրդաժողով շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում։ Դրանից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում եւ պատահաբար հենց Փաշազադեի հայտարարությունից մի քանի ժամ հետո Փաշինյանը լայնածավալ հարձակում սկսեց հայկական ինքնության,
առանցքներից, սյուներից մեկի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն է։ Ես միշտ միացել եմ Նիկոլ Փաշինյանին, Արագածոտնի մարզպետ այս կերպ է արձագանքել վեհարանը գրավելու մասին հարցին։ Երեք ձեր մարզում տեսանք, որ թեմի առաջնորդին վերման ենթարկեցին հոգևորականների, որպես մարզպետ ձեր խոսքը այս երևույթի վերաբերյալ։ Բան չունեմ ասել։ Օրինական պետությունը պետք է կազորանի, պետությունը իր գործողություններն անում, այլ մեկնաբանություն։ Նորմալ է ձեզ համար, որպես մարդ, մի կողմ թողնենք պաշտոնը, որ նման ձևով դիմակավորված, տեսանք կոտրում են դուռը դիմակավորված անձին, այս երևույթը առանցակ, մարդիկ գալիս են եկեղեցու դուռը փակ է։ Գիտեք, ես չէ որ բավարարեցես, ես չէ որ պետք է գնահատական տամ իրավապահների գործողություններին, իսկ եթե ես տալու ունեմ, ընդհանրապես իմ իմացած ինֆորմացիայով բոլոր գործողությունները եղել են օրինաչափ։ Սա Նիկոլ Փաշինյանի հայտարարած արշավի մի մասն է։ Չեմ կարծում, դա կապ չունի մեկը մյուսի հետ, այլ գործողություն է ինչքան։ Եվ վերջին հարցը, դուք միանալու եք Նիկոլ Փաշինյանին էջմիածնում այդ հրավիրած, այսպես ասած, հոգևոր հավաքին։ Ես միշտ միացած եմ Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Կարապետյանի կալանքն էլ երկարաձգվել է 30 օրով, քննիչի միջնորդությունը բավարարվել է, մասնակի որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մոտ 1.5 օրվա քննությունից հետո։ Պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքով դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագները նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Պաշտպաններն աբսուրդային են որակել տուգանք նախատեսող հոդվածով անձին 5 ամիս անազատության մեջ պահելը։ Տնտեսական բնույթի են արարքները, որոնք ի սկզբանե ասում են, որ սա աբսուրդ է, որ սա արվում է մեկ նպատակով, որ ուղղակի 14-15 հատոր նյութ սարքեն արհեստական, դատարանը այդ մասով համաձայնվեց։ Բայց թե ոնց է ստացվում, որ կոչով պետք է 30 օր եւս կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք։ Դրա բացատրությունը միակ, որ մենք իսկապես, երբ խոսում ենք այդ 5-10% արդարության հնարավորության մասին, դա չի ապահովվում։ Բայց միաժամանակ հարց է առաջանում, իսկ արդյոք գոնե այսքանը կապահովվեր, այսինքն 1 ամսով կերկարաձգեին, թե օրինակ 2 ամսով, եթե չլիներ հանրային աջակցությունը, եթե չլիներ շատերի արձագանքը, վերաբերմունքը, կարծում եմ պատասխանը առավել քան ակնհայտ։ Հայտարարագիր լրացրած անձանց 79%-ը պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս և լրացնում է միայն այն տվյալները, որոնք պետությունը գիտի կամ քաղաքացու թույլատվության դեպքում կարող է իմանալ։ Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Բեռնափոխադրողները կրկին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով, որ քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի հետ բանակցելու և փոխելու խստացված օրենսդրության պայմանները, ըստ որի օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։ Զբաղվում ենք, հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում, շատ հիմա տեսեք, ես հիմա որ մի երկու բան աշխատանքային մի երկու բան որ ավել ասեմ, կարող է մեր գործին ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի։ Բայց հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում ԵԱՏՄ-ում եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Դանակահարություն Երևանում կա 3 վիրավոր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Շամշյանի տեղեկություններով Էրեբունի համայնքային եւ Երևանի քրեական ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ եւ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ, իսկ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս։ Քրեական եւ համայնքային ոստիկանները պարզել են օպերատիվ տեղեկություններով, որտեղ է տեղի ունեցել միջադեպը։ Ժամանելով ահա այստեղ նշված վայր Այվազովսկի փողոցի շենքերից մեկի սեփական տների բակային հատված հայտնաբերել են մոտ մի 30-40 մետր հեռավորության վրա անանման հետքեր, այս պահին բարետները սահմանազատել են տարածքը։
Ռուսաստանը տեղեկություն ունի, որ բրիտանական և ուկրաինական հետախուզական ծառայությունները դիվերսիա են նախապատրաստում թուրքական հոսք գազատարի դեմ, հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նրա տեղեկացմամբ բրիտանացիները պլանավորել են անօդաչու թռչող սարքերով հարվածել Կասպյան խողովակաշարային կոնսերցիումին, որի բաժնետերերի թվում են Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների ընկերությունները։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է, թե պետ վաղաշաբաթի թիմ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տևական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։ Բանուգործը թողած ողջ օրը Էջմիածնի ընտրություններով է զբաղված։ Իր մոտեկանչում վաղաշաբաթ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների ավտորիտետներին, համայնքի ղեկավարներին եւ թիվ պահանջում, ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար։ Հաղթանակի դեպքում խոստանում է պարգև, ում ինչ հարկավոր է։ Հրապարակը գրում է. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երևանի առաջին ատյանի բոլոր դատարանները իրենց բոլոր դատավորներով հանդերձ մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում։ Հավանաբար դատարանի նախագահ մնացական Մարտիրոսյանը մտածել է տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տանել։ Հիմա 12 հոգևորական են բերման ենթարկել եւ նորից նման հրահանգ է տրվել, թերևս կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։ Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականon գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու, միջդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Հրապարակում նաև կարդում ենք հերթական քարոզիայից առաջ ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում։ Քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն։ Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ Հայաստան Դաշինքի падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը։ Փոխարենը հանձնաժողովի անդամ ԿՊԱ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին։ Ըստ ամենայնի անձնական գործերն ավելի էին կարևորել, քան աշխատանքը։ Չնայած ԿՊ-ն ինչպես բոլոր այս 7 հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց 3 անդամ էր ներկա՝ նախագահը Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ падգամավոր Վանիկ Օհանյանը։ Բացակայում էին Փաշինյանի աներցակ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում, եւ վատառողջը, իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրանց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։ Մոտ 50 լրագրող ցուցադրաբար լքել է Պենտագոնը բողոքելով գերատեսչության ղեկավարի ներդրած նոր կանոններից։ Ըստ այդմ լրագրողներին արգելվում է առանց պատկան մարմինների համաձայնության որևէ բան գրել։ Եվ եղանակ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։